Որ եւ Որդվո եւ Օգին Սրբո ամեն։ Մարդաշատ է այսօր եկեղեցին, սիրելիներ, որովհետեւ հասած ենք ավակ շաբաթվա խորհրդավոր այսօրվան։ Կեցած ենք գեղեցիկ զարդարված գերեզմանի առջև։ Ծաղիկներով զարդարված շատ գեղեցիկ է, բայց այսօր մեջը մահ կա։ Մահը գեղեցիկ կդառնա, սիրելիներ, որտև Քրիստոս կմտնե մահվան մեջ։ Աստուծո էությունն է, Քրիստոսի ձևով կտեսնենք, որ Քրիստոս ինչին որ կդբնար, կվերափոխեր եւ նոր կյանք կուտար։ Ջուրին տբավ, գինի դարձավ, հիվանդին տբավ, առողջացավ։ Երկու ցուկ բերին առջև եւ տբավ 5000 հոգի կերակրվեցավ։ Եվ հիմա մահը, որ բոլոր զորավոր անցած կլանած էր, իշխաններուն, հարուստներուն, աղքատներուն, մեծին, բզդիգին, Քրիստոսին գարնը իր մեջ եւ Քրիստոս անգամ մահվան մեջ գեղեցկություն կբերե։ Ավետարանը, որ կարդացինք, կսե, որ Քրիստոս, որ աշխարհին կյանք տվավ, ինքը գերեզման չուներ, սիրելիներ։ Եվ Հովսեփ անունով արևմատացի մեկը գնաց Հիսուսի մարմինը խնդրեց Պիղադոսեն, կառավարիչեն, որբեսի իր գերեզմանը Հիսուսին տա։ Հովսեփ արևմատացին մարմինը առնելով մաքուր գդավով բադանքեց եւ դրավ ժայռափոր նոր բացված գերեզմանի մեջ։ Այն ադեն քարքարոտ էր քաղաքը եւ ժայռերու մեջ էր, որ մարդիկ գերեզման ունեին եւ ադալ ունեին մարդիկ, ովքեր որ հարուստ էին։ Ինչպես թանկարժեք բամը զգուշությամբ կփաթենք, նույն ձևով Քրիստոսի մարմինը ահա անշունչ է, բայց ամենեն թանկարժեքն է, կփաթվի, որբեսի գերեզման թվի։ Բարձ թաղում չէր այս մեկը, այլ մարդ դացած Աստվածորդիին թաղումներ։ Ան որ կյանքի աղբյուրն էր, մահը կճաշակե, ան որ հավիտենական է, ժամանակավոր գերեզման կմտնի։ Ան որ շունչ կուտա ամբողջ արարչությանը, անշնչացած է այսօր։ Մահը կարծեց ահա հաղթած է եւս մեկ մարգարեի, բայց չգիտավ, որ կյանքին գլած է իր մեջ, եւ այդ իսկ կդառնա մահվան մահը։ Կպատմվի, որ Սառուցաբադ Հյուսիսի մեջ, սիրելիներ, եւ հնդկացիները գուզեն ճերմակ արջ որսալ, հադուկ ռազմավարություն ունին աս արջերու համար։ Ոչ թե կհարցագին արջի վրա, այլ գերթան ուր որ արջը գաբրի, ցուկ կնեդեն, եւ այդ ցուկի մեջ կտնեն քամը սուր թանագի մեջ։ Արջը գելե կգարձե, որ ծրի ուդելիք ունի, կուդե այդ ցուկը եւ օրեր հետո, երբ որ ցուկը կմարսվի, մեջի քամը կամ թանագը կմնա եւ կսկսի արջի ստամոքսը գամած ծագել, արյունահոսել եւ քանի մորեդո որսորդները արսին մեռած կգտնեն։ Ուրեմն նույնը մահվան հետ պատահեցավ։ Մահը գլեց Հիսուսին, կարծելով ովև է մարգարե, այլևս այս վարդապետի մասին պիտի չխոսին։ Բայց կամած Հիսուս մահվանը 3 օրվա մեջ կհաղթե եւ դուրս կգա եւ այլևս կլա գենսադու գերեզման։ Քրիստոս մեղավոր չէր, որուն սպանեցին, այլ ան իր անձը տվավ մարդկության համար։ Անկամ միջև խաչի վրա, սիրելիներ, Քրիստոս է, որ ժամանակը կորոշե, երբ ինքը պետք է մեռնի։ Ինքն է, որ ամեն ինչ իր ձեռքերու մեջ ունի, որտեվ մարդկությանը կսիրեր, ադոր համար իր կյանքը տվավ։ Աշխարհի մեղքը իր վրա գառնե եւ կզոհաբերվի եւ գիչնե մարդկային ամենախորունկ խավարի մեջ, ուր ոչ ոք ոչ մեկ հույս ունի, ոչ ոք ոչ մեկ սպասում ունի եւ կարծես վերջերու վերջը հլա։ Հայրերը կսորվեցնեն, որ Քրիստոս մահվան մեջ մտավ ինչպես թագավորը թշնամիի տարածք կմտնե։ Մահը բոլորին մեծ թշնամին լալով ամեն մեկուն կդաբալեր, բայց ահա Քրիստոս կմտնե ոչ թե բարդվելու, այլ մահվանը ներսեն հաղթելու։ Այդ պատճառով հարության տոնին գսենք մահվամբ մահը խորտագեց եւ իր հարությունով նոր կյանք պարգևեց։ Ասիգա հաղթանակ է նոր թագավորին, որ օրեր առաջ ասա, որ իմ թագավորությունս այս աշխարհեն չէ, եթե այս աշխարհեն լար, իմ զինվորներս պիտի պայքարեին ինձ համար,
բայց իմ թագավորս երկինքեն է։ Եվ ադոր համար Հռոմեացիս թղթի մեջ կսե Պողոս առաքյալ, բայց Աստված մեզի հանդեպ իր սերը հայտնեց անով, որ երբ տագավին մենք մեղքերու մեջ էինք, Քրիստոս մեզի համար մեռավ։ Այսինքն այդ մեղքը պետք է մեկը հաղթեր այդ մեղքին, որը մահվան կտաներ։ Քրիստոս խաչի վրա մեղքը սպանեց եւ մահվան կերեզվանի մեջ մահը սպանեց։ Եվ իրականության մեջ մահվանը սպանելու համար, կյանք տալու համար տառաբանք պետք է սիրելիներ։ Իրական սերը տառաբանք քաշե, ովքեր որ ծնողք են, գիտեն ինչ ասել է տառաբելով սիրելը։ Եվ զավակը հիվանդ է, ինչ կուտաս որ առողջանա, կամ ավելի ճիշտ, ինչ չես տար որ զավակը առողջանա, չէ որ քու զոհողությունը պիտի լա իրեն կյանք տալը։ Անքուն գիշերները, հոգնությունը, անօթությունը, բարդքը, ցավը, բայց քանի կյանք կուտաս քու սիրելիդ, ադիգա գնես, ուրեմն սերը զգացողություն չէ սիրելիներ, այլ մեծագույն զոհողությունն է։ Եվ Քրիստոս նույնը հրավ բոլոր մարդոց համար։ Ան կտարաբի ոչ թե միայն իրեղ սիրողներու համար, այլ նաև իրոն մերժողներուն, անդեսողներուն եւ անգամ խաչի վրա իրեն խաչողներուն համար գսե դեր ները իրենց, որովհետև չեն գիտեր ինչ կնեն։ Քրիստոս իր մահով մահը ուրախության, խնդության կվերածե, այսինքն կվերափոխե եւ այլևս մահը դխրություն չէ, այլ ուրախություն է։ Դժվար է հասկանալ սիրելիներ, ինչպես կրնանք ուրախանալ մահով։ Այս աշխարհը գսե որ դխրություններու դխրությունն է մահը, կբաժնվենք մեր սիրելիներեն, բայց Քրիստոս գսե մահով նոր կյանք գոյություն ունի։ Միջ Քրիստոս թաղումը, մահը բաժանում էր, վախ կբերեր եւ վերջնական գտվեր ամեն ինչ։ Քրիստոս մահվան բնությունը փոխեց, ան դարձավ անցում, թուր, Աստուծո միանալու ճամփա դարձավ մահը այլևս։ Ադորամար Սուրբ Աթանաս Հայրապետ կսե որ Քրիստոս մահը անցում, այսինքն փասաժ դարձուց, այլևս մահը վախնալիք չէ, այլ քունի կնմանի, որովհետև մեր մարմինները մահով է, որ պիտի դառնան հրեշտակային մարմիններ։ Մեզ մե բաժնվածներուն մենք այլևս չենք գսեր մեռած, այլ գսենք ննչեցյալ, հանգուցյալ, որովհետև Քրիստոսի մահով ամեն մահացած քունի մեջ կմտնեն։ Մեր ննչեցյալներն ալ երբ որ դերը կա, պետք է արթնան եւ դադաստանի առջև գնան։ Ադոր համար է որ այսօրը ավակ շաբաթը ավակ, լավ, գեղեցիկ իմաստ ունի, անգլերեն Good Friday կսենք, չէ, որովհետև Քրիստոս ամենեն քեշ բանը լավի վերածեց եւ հրավիրեց մեզի իրեն երթալու։ Այս գերեզմանը ծաղիկով ծածկված է, որտեղ փանդ չէ այլևս, այլ հարսանեկան սենյակ է սիրելիներ, ուրդեղեն կյանքի նոր փողփոշներ պիտի ելնեն եւ տարածվին մարդկության մեջ։ Ուրեմն Քրիստոսի թաղումը հրավեր է մեզի բոլորիս։ Մենք այսօր ասկերեզմանի առջև գեցած ինչ պատրաստ ենք զոհելու իրան։ Միայն կրնանք ասել մեղք էր Քրիստոս մեռավ եւ մեր կյանքը շարունակենք, կամ շատ ասենք կսիրենք քեզի Աստված եւ կյանքը շարունակենք։ Բայց Աստված կսե պատրաստ ենք մեր հանգիստը զոհելու, մեզի սպանող կիրքերու, մեղքերու թեմ պայքարելու, չէ որ ինքը այսօր թուրը բացա, որ մենք մտնենք եւ զորություն գտնենք, կյանքիդ որ հանգրվանի մեջ որ ես, գիտես որ դերը ցերկը մեկնած է, կսե եթե ես մահվանը հաղթեցի, դու փամ մչունիս, որ դժվար է, ես չեմ գրնարոքնել, որ քեզի հաղթես։ Մեզի ցավցնողներուն պատրաստ ենք ներելու, մենք կրնանք Քրիստոսին նմանին, որ ներեց անգամ իրեն խաչողներուն։ Ուրեմն մոդենանք գերեզմանին ոչ թե դիտելու, այլ մեջը մտնելու։ Հոն տնենք մեր մեղքերը, մոլությունները, վերքերը, վախերը, կասկածները։ Այս գերեզմանը նաև մեր գերեզմանն է, որը կյանքի կգոնչե, ուր մեր հին հանձը պիտի բեռնի եւ նոր մարդ դառնան Քրիստոսին։ Հետևաբար սիրելիներ, այսօր ավակ շաբաթվա այս գեղեցիկ օրը երբ որ գուքանք խոնարհաբար մտնենք այս գերեզմանի տակ եւ Քրիստոսի նորոգություն խնդրենք, որ այս 40-օրյա եւ մեկ շաբաթվա պահքը մեզի նորացնե եւ երբ որ Քրիստոսին դիմավորենք իր հարությամբ, ասենք իսկապես Տեր, այս տարի դարբեր էր այս ամեն ինչը, այս ճամփորդությունը եւ գուզեմ քեզի հետ նորոգված, իմ մեղքերես ազատված, սխալ հարաբերություններես
մարդոց ներելու դժվարություններն ազատված կրնամ նոր կյանք ունենալ եւ ես ալսեմ Փառք Սուրբ Խաչիդ ալելույա չարչարանքներուդ ալելույա եւ Սուրբ Թաղումիդ ալելույա ամեն Հիմա խաչի շարագանը պիտի երգենք սիրելիներ, խնդրանքս է ատկե ետ երբ որ պիտի մոդենանք գերեզմանին, ամեն մարդ աչ կողմեն մոդենա, գերեզմանի դագեն անցնի, ցաղի գվերցնե եւ ցաղ կողմեն դուրս ելնե, որովհետեւ շատ խջողում կլահոս եւ շատ դեղերնիսները։ Աստված օրհնե բոլորիդ։